Ողջույն, եթերում 10 հարց podcast-ն է։ Իմ այսօրվա հյուրն է պրոֆեսիոնալ մոդել Էլեն Սիմոնյանը։ Ողջույն Էլեն։ Ողջույն Արտաշես, շնորհակալ եմ հրավերի համար։ Հաճախ տրվող հարցերի համար 1 ցուցակում։ Ինչու որոշեցիր հենց մոդել դառնալ։ Ես 15 տարեկան էի այդ ժամանակ եւ կոմպլեքսավորված է գեղեցիկ չէի քայլում։ Մայրս ինձ որոշեց տանի մոդելային դպրոց։ Գնացի, կոմպլեքսներս որոշ չափով, այսպես ասած, դուրս եկան եւ քանի որ ունեի մոդելային տվյալներ, ինձ խորհուրդ տվեցին ինչու չես ուզում մոդել դառնալ։ Ասի լավ, դե եթե տվյալներ ունեմ, ինչու ոչ չփորձեմ, ու այդպես եկա հասա այսօր այս կետին։ Դե ինչ, մոդելինգով զբաղվում ես արդեն մոտ 10 տարի։ Ժամանակի մեջ 10 տարի հետ գնաս, գտնես քեզ նորից կզբաղվես մոդելինգով։ Իրականում ես գիտեի, որ անգամ մոդել կդառնամ, որովհետև ես սովորել եմ նկարչության ուղղությամբ, դիզայներ նկարչություն, 8 տարի մոտավորապես տրամադրել եմ այդ ոլորտին։ Մտածում էի նկարչուհի կդառնամ, բայց դարձա մոդել։ Այսինքն որ հետ գնաս խորտաս, էլի ասելու ես, որ դառնաս մոդել։ Որովհետև սա ես ինձ այստեղ ավելի շատ եմ տեսնում, քան օրինակ երբ որ լինեի նկարչուհի, բայց նկարչությունը ինձ շատ ոլորտերում օգնում է։ Հարցերից մեկը, որ ամենաշատն է հանդիպում համարյա բոլոր մասնագիտություններում ու բոլոր մարդկանց մոտ։ Ինչու՞ն է քո երազանքը։ Ուզում եմ դառնալ ավելի շատ հայտնի մոդել։ Ուզում եմ ավելի շատ ճանաչեն։ Այո, բայց Հայաստանում ավելի շատ կուզենամ, որ ինձ ճանաչեն։ Որ հայկական բրենդներն ես դու ավելի շատ սիրում, ինչ հետաքրքիր հագուստներ իրանք կարեն եւ հենց քո խորհուրդը որպես մոդելի։ Իրականում շատ բրենդներ կան, որոնց որ հետևում եմ եւ սիրում եմ, բայց քանի որ ես մոդել եմ, շատ ցուցադրությունների եմ մասնակցել, կառուցնացնեմ Harmony բրենդը, Տերյան մշակութային կենտրոնը, այս պահին համագործակցում եմ Հայուհի բրենդի հետ, կարող եք արդեն իրենց էջում տեսնել նկարները։